Տուֆ, թրծակավ, թե գիպս, որն է բնօրինակ արձանը։ Գագիկ Արքայի արձանի գլխին սև ամպեր են կուտակվել վերականգնման աշխատանքներից հետո։ Խոսակցություններ կան, թե Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց գտնվող արձանը իբրև կավից է եղել, փոխարինվել է գիպսով եւ ներկվել հասարակ ներկանյութերով։ Քանդակագործ Հրաչյա Գալստյանի որդին վանդալիզմ է որակում կատարվածը, նկատում հոր քանդակը ապականել են ու դարձրել ներկված տիկնիկ։ Եթե դուք դնեք եւ համեմատեք հին աշխատանքը ոնց է եղել եւ նորը ուղղակի տպավորություն է, որ այն երեխաներին որ տալիս են ասում են ներքին ինքդ այդ ձևի է ներկած, այսինքն ոչ մի ձևի չի պահպանած։ Այն համադրությունները, այն գունային լուծումները, ինչերը օգտագործած են պապ ներկելու ներկեր։ Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում, Հայաստանի պատմության թանգարանի տնօրենն է պարզաբանում։ Մուտքի դիմաց տեղադրված քանդակը կրկնօրինակն է 1906 թվականին Անի մայրաքաղաքում հայտնաբերված հայ միջնադարյան քանդակագործության բացառիկ նմուշի Գագիկ Ա Բաքրատունու արձանի, որը կերտված էր վարդագույն տուֆից։ Հնարավոր չեղավ այս բնօրինակ արձանը փրկել թուրքական հարձակումների ժամանակ։ Մեր տեղեկությունների համաձայն ինչ որ հատվածում դա ժամանակին թաքցվել է կամ պահվել է։ Մենք այս քանդակի հետ կապված այժմ միայն ունենք լուսանկարներ եւ նաեւ արշավախմբի անդամների կողմից հետագայում արված նկարագրությունները Անի թանգարանի կատալոգներում։ 90-ականներին թանգարանը որոշել է վերարտադրել քանդակը եւ այս բացառիկ նմուշի կրկնօրինակումը պատվիրել է Հրաչյա Գալստյանին։ Այն ի դեպ ի սկզբանե գիպսից է եղել։ Բագրատունյաց թագավորի արձանը եկեղեցու երաստիճան մանրակերտը ձեռքին նախ տեղադրվել է թանգարանի ցուցասրահներից մեկում, հետագայում տեղափոխվել թանգարանի մուտքի դիմաց, եւ քանի որ տարիների ընթացքում այն լրջորեն վնասվել է, գունափոխվել ու վթարային դարձել, թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետները ամրակայել են այն, հատուկ ուշադրություն դարձնելով արձանի գեղագիտական տեսքի պահպանմանը։ Քանի որ 90-ականներին շատ հնարավորություններ չկար, ինքը ընդհանրապես քանդակը արվել էր շատ այսպես փխրուն մատերիալով, նույնիսկ այսպես սովետական աթոռի ոտքերով, բանով մեջը հավաքվել էր մի կերպ։ Դրա վիճակը գնալով ավելի վատթարանում էր, նրա վրա ճաքեր էին առաջացել, այդ գիպսե շերտերը ուղղակի թափվում էին։ Եվ դիտողին մեկ-մեկ թվում էր, թե այդպես է օրիգինալն է, այդպես ինչ որ հնացած վիճակում, իրականում ուղղակի այդ վերարտադրության վիճակն էր վատթարացել։ Թանգարանի վերականգնման բաժնի մասնագետն էլ ընդգծում է, ամրակայման աշխատանքներն իրականացրել են երկաթե կոնստրուկցիաներով, բարձրորակ նյութերով, ուղղել են նաև արքայի ձեռքերի վրա պահվող եկեղեցին, որ թույլ հիմքերի ու ծանրության պատճառով թեքվել էր։ Քանդակը ինքը գիպսից է, ոչ մի թրծակավ չկա, բացահայտ գիպսից կրկնօրինակ է։ Իսկ թրծակավը կներեք, բայց չի կարելի գիպսը չտարբերել թրծակավից։ Քանդակի ներսում ամրացրել էին նաև փայտի ինչ-որ սենց կտորներով, աթոռի ոտերով, որը ժամանակի ընթացքում այդ փայտերը ցեցոտվել էին եւ փտել էին, որը էլի ուղղակի անհեթեթ էր տենց թողնելը։ Թանգարանից վստահեցնում են, քանդակի նոր վերարտադրությունը կատարվել է արխիվային լուսանկարների հիման վրա։ Մասնագետները ոչ միայն երկարաձգել են դրա կյանքը, այլև համապատասխանեցրել տվյալ ժամանակաշրջանի շնչին ու մշակույթին։ Սվետլանա Ավդիշյան, Վահրամ Ավոյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։